Նայ, սա մեկ վարքյան, որովհետև սա կարևոր է։ Եթե երբևէ մտածել ես, որ քո հողամասում որոշ մրգատու ծառեր չեն աճում, կամ որ մի ծառ չի աճում այնպես ինչպես պետք է, մնա այստեղ, որովհետև խնդիրը սովորաբար հենց այստեղ է եւ գրեթե ոչ ոք դրա մասին չի մտածում։ Այսօր ուզում եմ կարճ տեսանյութ անել հիշեցնելու մի շատ պարզ, բայց հիմնարար բան։ Դրա համար մեզ պետք է երկու չափիչ։ Դրանք շատ հեշտ է գտնել, էժան եւ իրոք արժե ունենալ։ Տեսանյութի նկարագրության մեջ ես կթողնեմ, թե որտեղ կարող ես դրանք գտնել, եթե ուզենաս։ Եվ մի անհանգստացիր, որովհետև հիմա քեզ ցույց եմ տալու, թե ինչպես են դրանք օգտագործվում։ Շատ հեշտ է։ Առաջին չափիչը ունիվերսալ չափիչ է եւ օգտագործվում է անմիջապես հողի մեջ։ Այս չափիչը ծառայում է խոնավությունը, ջերմաստիճանը, հաղորդունակությունը եւ այս դեպքում ամենակարևորը հողի pH-ը չափելու համար։ Օրինակ, պատկերացրու, որ ունես ցիտրուսային ծառ, կիտրոնենի, նարինջի կամ ցանկացած այլ ցիտրուսային։ Այս տեսակի պտղատու ծառերը պահանջում են օպտիմալ pH, որը մոտավորապես պետք է լինի 5.5-ից 6.5 միջակայքում։ Իսկ ինչ է լինում, երբ pH-ը շատ բարձր է, եւ մենք այն չենք վերահսկում։ Շատ պարզ բան է տեղի ունենում, բոլոր սննդանյութերը, որ ավելացնում ենք այդ հողին, մնում են այնտեղ կուտակված, բայց չեն կատարում իրանց գործը։ Բույսը չի կարող դրանք յուրացնել, եւ հենց այստեղ է, որ մարդկանց մեծ մասը սխալվում է։ Երբ կարգավորում ենք pH-ը, այդ սննդանյութերը դառնում են հասանելի բույսի համար։ Եվ սա երբեմն տեղի է ունենում բնականաբար, որովհետև հողը ժամանակի ընթացքում թթվայնանում է, բայց շատ հաճախ պետք է օգնել, որ դա տեղի ունենա։ Եվ հենց սա է այս տեսանյութի նպատակը։ Սա է հիմնական քայլը, այն լծակը, որը ստիպում է պտղատու ծառը սկսել աշխատել։ Որովհետև այդ տիպիկ մեկնաբանությունը ոչ, այստեղ պտղատու ծառերը չեն աճում, շատ հաճախ ճիշտ չէ։ Պարզապես հողի մեջ ունենք ալկալային pH եւ ոչ ոք դա չի ուղղում, եւ դա կարելի է կարգավորել հենց այն կերպ, ինչ հիմա քեզ ցույց եմ տալիս։ Այնքան էլ պարզ։ Երկրորդ չափիչը ավելի պարզ է եւ ավելի էժան, եւ մենք այն օգտագործելու ենք ջրի pH-ը չափելու համար, որով ջրում ենք։ Լցնում ենք տարան այն ջրով, որը պատրաստվում ենք օգտագործել եւ կատարում ենք չափումը։ Սովորաբար ջուրը լինում է ալկալային։ Փ-ը իջեցնելու համար ամենապարզ տարբերակը կիտրոն կամ քաց է օգտագործելն է։ Քիչ-քիչ ավելացնում ենք, խառնում եւ չափում, մինչեւ չափիչը ցույց տա մոտ 6 pH, որը կատարյալ է պտղատու ծառերի մեծ մասի համար։ Երբ արդեն ջուրը կարգավորել ենք, ջրում ենք, եւ հողի pH-ը կտրուկ փոխվում է, ճիշտ է, ոչ անմիջապես, բայց աստիճանաբար սուբստրատը հարմարվում է եւ վերջում հավասարվում է։ Եթե սա չանենք, բույսը միշտ կունենա սննդանյութերի արգելափակում, նույնիսկ եթե հողը լի է սննդանյութերով։ Եթե դա անենք, այդ միկրո եւ մակրո էլեմենտները սկսում են հասանելի դառնալ եւ բույսը դրանք կլանում է։ Փոփոխությունը նկատելի է գույնը, կենսունակությունը, աճը, տերևները, ցողունը։ Ամբողջովին ամեն ինչ բարելավում է։ Դու ինձ կհիշես ու կասես, ինչպես էի սա առաջ չգիտեի։ Եվ սա վերաբերում է ոչ միայն պտղատու ծառերին, այլ նաև դեկորատիվ բույսերին, բանջարանոցին, ամբողջովին ամեն ինչին։ Սա համընդհանուր է։ Ես ուզում եի այս կարճ տեսանյութը պատրաստել հենց այն բանի համար, որ հիշեցնեմ մի բան, որը շատերը անտեսում են, հատկապես նրանք, ովքեր սիրում են պտղատու ծառեր ու բույսեր։ Շատ մարդիկ այստեղ սխալվում են եւ չեն հասկանում, որ սա շատ հեշտ լուծվող բան է։ Ուստի օգտվում եմ առիթից շնորհակալություն հայտնելու համար, որ բաժանորդագրված ես ալիքին, լայք ես տալիս տեսանյութին եւ կիսվում ես այն մարդկանց հետ, ովքեր նույնքան սիրում են պտղատու ծառերը, որքան ես։ Եվ եթե որևէ հարց ունես, մի հապաղիր թողնել այն այստեղ մեկնաբանություններում, ես անպայման կպատասխանեմ առանց որևէ պարտավորության։ Շնորհակալություն եւ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։